Մենք գիտենք Գարեգին Դժդեհին որպես զորավար, գաղափարական առաջնորդ, պայքարի զինվոր, բայց յուրաքանչյուր մեծ գործիչի մեջ կա նաև մարդկային կողմը։ Ինչպիսին է Դժդեհի անձնական կյանքը, ընտանիքը, ընկերները, սերը։ Եկեք փորձենք բացել նրա կյանքի այս ավելի անձնական էջը։ Գրեթե միշտ իմ անձնական կյանքը խաչվում էր իմ ժողովրդի կյանքի հետ, իմ երկրի։ Կպատմեք ձեր առաջին ամուսնության մասին։ 1919 թվականին ամուսնանում եմ Գոհարիկ Դադարյանի հետ, իմ աչքի լույսն էր, իմ ուրախությունը։ Կյանքի պայծառ նշույլ իմ կյանքում, նրա ժպիտը այնքան էր ինձ ջերմացնում, ափսոս, որ չկարողացա նրա հետ անցկացնել իմ կյանքը։ Գոհարիկ Դադարյանը աղի հանքերի տեր Պողոս Մելիք Դադարյանի դուստրն էր։ Գոհարիկ Մելիք Դադարյանը սովորել է Երևանի օրիորդաց վարժարանում։ 1920 թվականին ունենում եմ դուստր եւ անունը դնում Լիլիա, իմ փոքրիկ արքայադուստրը։ Իսկ երկրորդ ամուսնությունը, ինչքան գիտենք Բուլղարիայում երկրորդ անգամ եք ամուսնացել։ Հայաստանից հեռանալուց հետո Բուլղարիայում ամուսնանում եմ երկրորդ անգամ, Եփիմե անունով մի հայուհու հետ։ 1922 թվականին ունենում զավակ, Վրեժ անունով։ Այլ երեխաներ չեմ ունեցել։ Տղայիս եւ կնոջը շատ եմ սիրել։ Նրանք Բուլղարիայում գունազարդում էին իմ կյանքը։ Անչափ ափսոսում եմ, որ չկարողացա իմ երկու ընտանիքների կյանքում որևէ դեր խաղալ։ Ափսոսում եմ, որ Գոհարս իմ մասին վախով էր խոսում, իսկ երեխաներս իմ պատճառով հանգիստ կյանք չեն ունեցել։ Ապշահարված եմ, որ ձեր նման հերոսի ընտանիքը այդքան տառապանք է ապրել խորհրդային իշխանության օրոք։ Բոլշևիկները մտածում են, որ ես նացիստների հետ կապեր ունեմ եւ ցանկանում եմ վնաս տալ ԽՍՀՄ-ին։ Անչափ ցավալի է, որ այն ժամանակ նրանք այդպիսի մտածելակերպ ունեին։